Ներվային վիճակ։ Այս երկու օրը շատ ահավոր է։ Երևանի խցանումներն են այս վարորդներին նյարդայնացնում եւ ոչ միայն վարորդներին։ Վիճակն այնքան վատ է, որ Իսակովի պողոտայում ուղևորներն այսօր ավտոբուսից իջել եւ ոտքով էին կենտրոն գնացել։ Երևանը մայիսի սկզբին Եվրոպայի լիդերներին է դիմավորելու օդանավակայանից Երևան բերող Իսակովի պողոտան մի քանի օր է միակողմանի փակ է։ Ապրիլի 1-ից այնտեղ ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել։ Ասֆալտ-բետոնե նոր ծածկ է տեղադրվում։ Ճանապարհային դեպարտամենտն է հայտարարել ու տեղեկացրել։ Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց գոտով։ Ազատությանն այսօր փոխանցեցին աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև մայիսի սկիզբ։ Ըստ վարորդների սա երևանյան խցանումների պատճառներից մեկն է, բայց ոչ գլխավոր։ Ասֆալտապատումով ոչ ժամանակին, ոչ ճիշտ ժամանակին, մեքենաների քանակությամբ, էլեկտրոմոբիլներն են շատացել, սա կապ ունեն։ Իսակովի պողոտան ասֆալտապատում են ցերեկվա պիկ ժամերի, որ մեքենաները գնում են այրոպորտ, գալիս են։ Տեսնում եք, Երևանի մեջ Երևան են սարքում, մինիմում 100 բնակարան ունի, ամենակիչը 80 մեքենա կլինի, որտեղ են կանգնում։ Այդ որ ասում էին, ուրեմն կարմիր գիծը թանկացնենք, այն որ մի հատ ցնցող թիվ հանեցին, դատարկվեց կենտրոնը։ Երևանի քաղաքապետարանն էլ այսօր հայտարարել է 71,000 քառակուսի մետր փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվել։ Ուղևորներն ու վարորդները կողմ են, որ դրանք նորոգվեն, բայց ոչ աշխատանքային պիկ ժամերին։ Թեև վարորդներից մեկն արդեն դժվարանում է ասել, թե որն է Երևանի պիկ ժամը, ասած ավելի հեշտ է ասել, որը պիկ ժամ չէ։ Բացի կիրակի օրերից, որ մինչև ցերեկվա 1-ը ազատ է, դրանից հետո նույնն է, կապ չունի, երկուշաբթի է, հինգշաբթի, թե ուրբաթ։ Բոլոր ժամերին։ Բոլոր ժամերին։ Հեսա նայեք։ Արդեն մի քանի օր է համացանցը ողողված է խցանումների կադրերով։ Դավթաշենից կենտրոն առավելագույնը 20 րոպեանոց ճանապարհն այս օրերին դարձել է 1.5-ից 2 ժամ։ Facebook-յան օգտատերերն իրենց ամենօրյա ճանապարհի երկարաձգված րոպեներն են հաշվում։ 20 րոպե ճանապարհ, երրորդ մասից հրապարակ տաքսին մինիմում 50-60 րոպե է գնում։ Ես Չարբախից Հայրենիք 7 րոպեի ճանապարհը ամեն առավոտ մեքենայով անցնում եմ 50 րոպե, իսկ եթե քաղաքի կենտրոն պիտի հասնես, պիտի հոգեմետ դեղ օգտագործես նոր։ Իդեպ 3 մետրոյով գնացի հրապարակ, վերադառնալիս մեջքիցս հրեցին, որ տեղավորվեմ խցիկում։ Ընկնելու շանս չկար, քանի որ զակատ էի եղել։ 24 րոպեն դարձել է 55-ից 60 րոպե։ Մի ժամ 20 րոպեում Վանաձորից հասնում եմ Երևան, 1.5 ժամում Դավթաշենի կամուրջից կենտրոն։ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Հայկ Եվոյանն ազատությանն ասաց, քաղաքապետարանն ու տարածքային կառավարման նախարարությունը համատեղ ճանապարհաշինարական լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։ Հարցրինք, ինչու դրանք ամառային արձակուրդներին չեն նախատեսել։ Դրանք եւ ասֆալտի փոխարինման աշխատանքներ են, վերին շերտի միջին նորոգման աշխատանքներ եւ հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ծավալը շատ մեծ է եւ միանգամից ամբողջությամբ ամառվա ընթացքում կատարելը անհնար է։ Հիմա եթե խնդիրները տեղային են, օրինակ Իսակովի պողոտան եւ նրան հարող ուղղություններն են խցանված, ինչպես նաեւ Հավետիսյան փողոցի եւ Միգտորին հարող հատվածներն են խցանված, հետագայում նաեւ կան այլ փողոցներ, որտեղ նորոգման աշխատանքներ են կատարվելու եւ պատկերացրեք այդ ամբողջը միանգամից լինի, այսինքն ամբողջ քաղաքը կլինի խցանման, նույնիսկ այն դեպքում, եթե հաշվի առնենք ամառային ամիսների երթևեկության թեթևացումը։ Կառավարության նիստերից մեկում վարչապետ Փաշինյանն Ավինյանին ասաց, որ ինքն էլ է խցանումների վերաբերյալ բողոքներ ստանում։ Հույս կա, որ մի բան կարան կանենք այդտեղ։ Անվարչապետ միանշանակ հույս կա։ Ավինյանը վստահեցրեց, մայիսին Երևան կհասնեն 45 նոր տրոլեյբուսներ, դրանք ըստ նրա երթևեկության բեռը կթեթևացնեն։ Բացի այդ, Երևանում նախատեսում են արտապատվիրակել քարշակման ծառայությունները սխալ կայանման խնդիրներն արագ լուծելու համար։ Ըստ Ավինյանի խցանումների հիմնական պատճառները նաև մեքենաների թվի աճն ու վատ վարող վարորդներն են։ Երկու կոմպոնենտ կա խցանումների հետ կապված։ Միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12,000 ավտոմեքենա է գրանցվում եւ բոլորը մտնում են երթևեկության մաս են դառնում։ Երկրորդ կոմպոնենտը իրականում մեր
վարելու պրակտիկան է։ Օրինակի համար վերջի վարքյանին ընդեղին լույսի տակով անցած մարդը գնում է եւ կանգնում է խաչմերուկի մեջտեղում եւ դա էական մեծ դեր ունի։ Խցանումներն այնքան են հոգնեցրել, որ մարդիկ քաղաքային իշխանություններին լուծման եղանակներ են առաջարկում։ Ձեզ եմ ներկայացնում Երևանի ամենածանրաբեռնված խաչմերուկներից մեկը։ Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանն օրինակ դեռ նախորդ տարի ավելի քան 13000 բնակչի ստորագրությամբ նամակ է ուղարկել պետական մարմիններին, առաջարկելով Երևանի կենտրոն տանող ամենածանրաբեռնված խաչմերուկներից մեկում Աչափնյակի Եգիպտոսի հրապարակում էստակադա կառուցել խցանումները նվազեցնելու համար։ Սարգսյանի տեսանյութում խցանումներն այնքան երկար էին, որ նա հանգիստ քայլելով զրուցում էր վարորդների հետ։ Հիմա այս բոլոր մարդկանց ծախսած բենզինը, դիզելը, գազը, հոսանքը, որ գումարես, հաստատ շատ ավելին է, քան էստակադայի ծախսը, որը մեկ անգամ անելու ենք հավերժ ծառայ։ Ինչքան եք սպասում խցանման մեջ։ 15 րոպե տեղում է։ 15 րոպե։ Եթե վթար չկա։ Վթար չկա։ Ստե որ կամուրջ կառուցենք ոնց կլինի ես ձեսի։ Հիմա ճիշտ կլինի։ Այս տեսանյութից 1 տարի անց վիճակը նույնն է, նույնիսկ ավելի է բարդացել։ Նաիրի Սարգսյանի հաշվարկներով նախագիծը կարժենա շուրջ 1.3 միլիարդ դրամ, մոտ նույնքան նաև ստորգետնյա տարբերակը։ Քաղաքապետարանից սակայն պատասխանել են՝ փող չկա։